Փարքնժդեհին բազմաչարչար հայ ժողովրդին մոլորեցնելու գործում Պուտինը նորից ոչ մի ջանք չի խնայում։ Այս անգամ փորձում է արդեն օգտագործել հապկ անդամ երկրների ջանքերը։ Եվ հերթական անգամ հայ ժողովրդին փորձեց մոլորեցնել Ղազախստան պետությունը։ Մենք գիտենք, որ Ղազախստանը դա թուրքալեզու պետություն է, որը Ադրբեջանի եղբայր պետությունն է, որը Իլհամ Ալիևին շնորհավորեց Արցախը իբր ազատագրելու եւ անարդարությունը վերականգնելու գործում։ Շնորհավորեց Իլհամին, այսօր այդ Ղազախստան պետությունը Նիկոլին շնորհել է ոչ ավել, ոչ պակաս, իրենց, չգիտեմ, բարձրագույն պարգևով, ոսկե արծիվ է, չգիտեմ ինչ է, պատճառը լսեք ինչն է, ազգային առաջնորդ լինելու համար։ Տեսեք, մեր թշնամին, հապկը մեր թշնամին է, մենք հապկ անդամ ենք, այսինքն Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները, Լևոն, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ, եղել են թշնամու կամակատար եւ թշնամուն ենթարկվելով մնացել են թշնամական ճամբարում։ Հապկը դա թշնամական մեծամասամբ թուրքալեզու է, Ռուսաստանն էլ է թուրքալեզու պետություն, որովհետեւ երևի թուրքախոսներն ավելի շատ են, քան բուն ռուսները։ Երևի ո՞րն է շատ են։ Իսկ Ռուսաստանն ինքն իրենով թուրքալեզու պետություն է։ Չնայած Պուտինը դա չի թաքցնում, ինքը ուզում է թուրքալեզու պետությունների, չգիտեմ, համագործակցությանը մասնակցի, դառնալ լիարժեք անդամ, շորշնց առաջարկություններ է արել, որովհետև նա բանի թաթար մոնղոլական այդ ոսկե հորդա այդ 300 տարվա կայսրությունը, որ ռուսներին իշխել են։ Նա ասում է մեր կայսրությունն է, ի՞նչ տարբերություն։ Կապ չունի ռուսը դեռ տառապել է, թե չէ, մերն է եղել։ Հասկանում եք, անբարոյականության մակարդակը Պուտինի։ Դրա համար մեզ էս աշկով է նայում, էլի։ Հիմա այդ Ղազախստան կոչվածը, որը շնորհավորում էր Ալիևին, Նիկոլին արժանացրել է նման պարգևի, բարձր պարգևի։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Չի կարող էլի ասենք Արցախն Ադրբեջան համարողը, Արարատը Թուրքիա համարողը, քաղ բանտարկյալների թիվը ավելացնողը, անգամ Ռոբերտի ու Սերժիկի օրոք այսքան քաղ բանտարկյալ չեն եղել։ Հասկանում եք։ Ով մի կապ չունի ով ես։ Թթու խոսք հայտնվում ես բանում, զնդանում։ Ասենց բան չի եղել։ Ասենց բան մեկ էլ եղել է, ասենք բան Ստալինի ժամանակ։ Հասկանում եք։ Հիմա այս 3 ատրիբուտներով, այսինքն այս 3 բացասական, ապազգային, հակաժողովրդական, այսինքն ժողովրդավարական հատկանիշներ ունեցող մարդուն պարգևատրում են ազգային առաջնորդ կամ ազգային ղեկավար, բան է, նոմինացիա են սարքել, այդ ոսկե արծիվով պարգևատրում են։ Այսինքն իրենք տեսել են, որ իրենց Ալիևի ծրագրերը Հայաստանում բացահայտվում են, հասկանում են, որ Նիկոլը ամեն ուր ադրբեջանական շահ է հետապնդում, անգամ մեր օպերա եւ բալետի անունից ազգային բառը հանեցին, բայց Նիկոլի վրա ազգային առաջնորդ, ազգային բառ են կցել։ Մի մարդ, ով արևմտյան Ադրբեջան թեզին, ասես, այդ լավ է դուք կասեք արևմտյան Հայաստան, նրանք էլ ասում են արևմտյան Ադրբեջան։ Այսինքն ապազգային Հայաստանը կործանող թեզին ինքը հավանություն է տվել։ Հասկանում եք, ես դրա համար ասում եմ, որ Նիկոլը արևմտյան Ադրբեջան թեզի համահեղինակ է։ Հիմա այդ պատրաստվում են, մասնագետներ են ուղարկելու, միլիոնավոր դրամներ են ծախսելու Բաքու, որ գնան այդ արևմտյան Ադրբեջանի թեզը դեռ պատրաստվեն, գան Հայաստանում տարածեն։ Բայց այս մասին հաջորդիվ կխոսեմ։ Հիմա ինչ տեղի ունեցավ։ Ռուսները Դավաճան Գարեգին Բին եղբորը պարգևատրեցին, դե Բին անցած տարի թե նախանցած տարի էին պարգևատրել։ Այսինքն ժողովրդին հիասթափեցրին։ Բայց մի կողմից էլ ռուսահապատակներն ասացին, որ մենք ձեզ
մենք ձեր կողքին ենք։ Դե մարդիկ կան, չէ՞ որ հələ ռուսին բան թուրքի եղբայր չեն համարում են հայի եղբայր, թուրքի թշնամի։ Այդ Մոսկվայի պայմանագիր բան իրաց չի դակտրում։ Իրենք բան են անում, իրենց այդ բանով զգացումով են ապրում, ոչ թե գաղափարով։ Հապկի անդամ Ռուսաստանը եկեղեցուն է պարգևատրում, կոպիտ ասա։ Չէ, եկեղեցուն չէ։ Եկեղեցին այստեղ տուժողն է։ Եկեղեցու բանին կառավարող խմբին է պարգևատրում։ Ղազախստանը պետության գլխին է պարգևատրում։ Այսինքն հապկը պետությունը ճղում է։ Իսկ սրանք այս երկուսն էլ համաձայն են այդ ճղելու process-ին մասնակցելու։ Եվ Գարեգին եւ Նիկոլը։ Էլ եմ ասում, իր այս նամանան Վաղարշապատի ընտրությունների ժամանակ, երբ որ մարդիկ տեսան, որ Վաղարշապատում ընտրությունները կեղծվեց, որտեղ Վաղարշապատի քաղաքացիները արդեն արձագանքներ կա, չէ՞։ Ասենք մարդիկ ասում, ես չեմ ընտրել, նա ասում է, ես չեմ ընտրել։ Այդ ընտրացուցակներում այդ գրանցված մարդիկ, ովքեր այդտեղ ոչ մի կապ չեն ունեցել, չէ՞։ Մարդ իր տան վրա 9 հոգի մարդ է դեսել գրանցված։ Դրանք եկել քվեարկել են, չէ՞։ Դրանք են թուրքական այն որ խոսում է այդ ազնագրերից, այդ ազնագրերը վերցրել եկել են այդտեղ քվեարկել են, չէ՞։ Հիմա այդ ազնագրերը տարել հանձնել են, հիմա այդ process-ը զուրնադհոլով նշեցին, ուզեցին ժողովրդին ցույց տան, որ մենք ուրախ ենք, որ հաղթել ենք, ջախջախիչ։ Այդ ազնագրերը մենք հավաքենք պահեն, երբ որ կգա խորհրդարանի ընտրությունները, ամառը, այդ ազնագրերը նորից կբաժանեն եւ այդ ցուցակներում նորից տարբեր տեղեր կհայտնվեն, տարբեր անազգաններ, որ մարդիկ կտեսնեն, որ այս տան վրա մարդիկ են գրանցված։ Եվ այդ մարդիկ ավելի շատ են, քան բուն ընտրողները։ Եվ դրանք գնալու են ընտրեն ու ասենք առանց աղմուկ աղաղակի մեկ տեսնես ԿՓ-ն նորից վերարտադրվեց, բայց մարդիկ իրար երես նայում են, ասում են, բայց ԿՓ-ն մենք ձայն չենք տվել։ Ինչպես հիմա հենց Վաղարշապատում մարդիկ շիվարել են, ոնց հաղթեց, եթե մենք ձայն չենք տվել։ Հասկանում եք։ Բայց սա արդեն բացահայտվում է, չէ՞։ Հիմա տեսեք, պուտինական նախկինները եւ պուտինական ներկա այս նիկոլագաններն ու ռոբասերժերը իրար հետ որ վեճ են սարքում, որ ժողովրդին շեղեն։ Իրականում խոսում են իրենք մեկը մյուսի իսկական հանցագործություններից, բացթողումներից։ Դե ժողովրդին դա դուր է գալիս, բայց իրենք չեն հասկանում, որ իրենք այնքան են խոսել, որ ժողովրդի մոտ տպավորություն է դարձել, որ սրանք բոլորը նույնն են։ Մենք հասել ենք այն հանգրվանին, որ ժողովրդի մոտ տպավորություն կա մեծամասնության։ Մենք կներեք էլի Նիկոլագանից չենք խոսում։ Նիկոլագանը այն հայի տեսակն է, 100 տարի առաջ էլ Նժդեհը թուրքի յաթաղանի տագից փրկում էր մարդկանց։ Որ թուրքը պետք է կոդորի գնում էր թուրքերին ջարդում էր, չէր թողում։ Ասում էր հաջորդը մեկը իմանում էր, որ ինքը որ այդ դրանց թուրքի յաթաղանից փրկել է, գնացել են Թուրքիա առևտուր են անում, Թուրքիա ուզում է խորհրդային բան լինեն, Հայաստան լինեն։ Հասկանում եք, դրանց թուրքի թրի տագից փրկում ես։ Այսօրվա Նիկոլագանը այդ նույն մարդն է, ինչը որ ժամանակին Նժդեհի արածը ջուրն էր գցում։ Այն որ տեղը եղեր, որ պետք է մորթվեր, Նժդեհին ձեն էր տալի։ Գալիս էր այդ մարդը թուրքերին կոդորում փրտում քշում էր, հա։ Դուս էր գալ դեղս հաջորդուն իմանում էր, որ բան բոլշևիկներն եկել են աղբերություն են սարքել։ Ու 70 տարի հետո այդ նույն թուրքերը Սումգայիթում նորից մորթեցին հայերին, որտեղ էլ Նժդեհ չկար։ Չէ՞ Նժդեհն է ասում, դու մի օր իմ սրի կարիքը կզգաս, Նժդեհն է ասում, չէ՞։ Բայց ես էլ չեմ լինի, ուշ կլինի, ասում է ուշքի արի, քանի ես կամ, իմ սրի կարիքը դու պետք է հիմի զգաս։ Ես որ չեղա իմ սրի կարիքը ուզեցիր, քեզ ոչ ոք չի փրկելու։ Սրանք երևույթներ են, սրանք խոսքեր են։ Ես ինչ եմ ասում, Նժդեհ կարտացեք, որ փրկվեք, որ հասկանաք իրականում թուրքն ով է եւ դու ով ես։ Չշեղվեմ բուն թեմայից։ Ուրեմն հապկը այդ չէ մարդ կա, չէ Նիկոլին ասում է արևմտամետ Նիկոլը։ Հապկը Նիկոլին պարգևատրեց։ Այն որ տեսնում են Հայաստանում արդեն Նիկոլը ժողովրդավարություն չունի, իրենք դրսից նոր լիցք են բանանում, որ հիմա այդ բաները, այդ տեսահոլովակը պատդելու են ժողովրդի մեջ։ Տեսեք բանը, այդ Ղազախստանը Նիկոլին ոնց մեծարեց։ Բայց Ղազախստանը մեր ինչն է։ Կամ Նիկոլը ազգային ինչ է արել,
Ինչ է արել։ Արցախն Ադրբեջան ճանաչելը դա ազգային գաղափարախոսություն չէ։ Կամ Թուրքիան Ադրբեջան, Թուրքիան Արարատը Թուրքիա ճանաչելը դա ազգային չէ։ Ցեղասպանությունից հրաժարվելը դա ազգային չէ։ Հասկանում եք։ Մարդը Ամերիկայից գալիս հասնում է Հայաստան, առանց պետական պաշտոնյայի ուղեկցությամբ գնում է հուշարձան, ուզում է ասի ես ճանաչում եմ քո եղերնը, դու որքան էլ հրաժարվում ես, ես ճանաչում եմ։ Եվ իմիջայլոց ասեմ դրան զուգահեռ, այսօր Նիկոլի հեղինակությունը հապկը ուզում է բարձրացնի, արևմուտքը չէ, հապկը։ Դրան զուգահեռ մեր լոբիստական կազմակերպությունը, ազգային ժողովրդական բևեռի լոբիստական կազմակերպության ջանքերով Սենատում լսումներ կատարվեց հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների կատարած վայրագությունների մասով։ Ձենը հետո կլսեք։ Դա մեր լոբիստական կազմակերպության ջանքերն են։ Եվ ամերիկացիները, եթե ասենք Ամերիկան դա Ռուսաստանը չէ։ Տեսեք Պուտինը նոյեմբերի 9-ի փաստաթուղթ գրեց, հպարտ ասեց ես եմ կազմել, հիմա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի գործում, որովհետև Արցախը հայաթափված է, չկա միջանց, չկա, այսինքն եթե այդ կետը այդ փաստաթղթի մի կետն էլ չի գործում, ուրեմն վերջ այդ փաստաթուղթը առ ոչինչ է։ Չնայած այն չէ, որ այդ փաստաթուղթի սրտով է, սենց թենեց առ ոչինչ է, որովհետև Արցախը դա Հայաստան է, մինչև Քուր Արաքսի խառնարանը։ Բայց Ամերիկանը դες չի, նա ունի Վիլսոնի իրավարար վճիռ, որը կնքված է Ամերիկայի պետական կնիկով, որը արդեն իսկ դարձել է իրենց ներքին քաղաքականության մաս։ Եվ ես ասեմ, երբ որ Թուրքիայում հարցում են անում, ձեր թիվ 1 թշնամին ո՞րն է, ու երբ որ 45-46%-ն ասում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, ժողովուրդը Ամերիկային ՆԱՏՕ-ի անդամ համարում է թիվ 1 թշնամի, մոտ 40 քանի, դա կեսն է անում։ Գիտեք ինչի, որտեղ Ամերիկան Թուրքիայի սահմանները, Հայաստան-Թուրքիա սահմանը չի ճանաչում, ինքը իր Վիլսոնի իրավարար վճռի վրա, Պուտինի պես, ոնց որ ինքը նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա թքեց, չի թքում, հասկանում եք, այս սա է նաև արևմուտքի և Ռուսաստանի տարբերությունը։ Ուստի ժողովուրդ ջան, ես զգում եմ, որ արդեն բան է ձևավորվում, կուռ եզրակացություն, որ նախկինները եւ ներկաները նույնն են, որ Ռուսաստանը, Ղազախստանը, չգիտեմ, Ադրբեջանը, Թուրքիան, դրանք նույն կատեգորիայի պետություններ են եւ դրանք մեր թշնամիներն են։ Դրանցից ազատվելու համար ուզենք թե չուզենք, ուրիշ ճանապարհ չունենք։ Մենակ մենք այդ գիշադիչներից չենք կարող բրցնել։ Մեզ օգնել է պետք, մեզ պետք է օգնեն։ Իսկ դրա համար պետք է մենք կամք ցուցադրենք։ Ոչ թե գնանք ասենք մենք հապկի անդամ ենք, մենք ասենք հապկից դուրս են գալի, Ամերիկա ջան, ինձ դաշնակից ձևակերպի, հակաթուրքական կոալիցիա, ինձ դաշնակից ձևակերպի, հասկանում եք, մեր փրկությունը այսպես է լինելու։ Ուրեմն ասեմ, որ հապկը տեսնում է, որ արդեն Պուտինը տեսնում է, դե հապկը ասելով Պուտին ենք հասկանում, տեսնում է, որ Նիկոլը իսկապես արդեն կործանվում է Հայաստանում, հեղինակությունը, եւ մի հատ կայծ է պետք, որ արդեն սրբվի ու իր այդ Քոչարյանա ռոբա, ասես Նիկոլին որ սրբում է, նրանց էլ հետը բսրպես։ Դրա համար սկսել են արդեն իրենք են մեծարում Նիկոլին։ Իրենք դարձնում են ազգային, վայ ես ձեր, ինչևս է, ստապ, խնդրում եմ եղեք ստապ, գիտակցեք, թե ինչ եք անում, իմացեք, իսկ իրական ապստամբը ազգայինը դա Սասնա ծռերն են, որոնք հիմա բանտում են, չմոռանաք, ու մինչև այդ տղաներին մենք բանտից չհանենք, մեր գործը չի թեթևանա, չի հեշտանա, մնաք խաղաղությամբ։